Ուզում եք իմանալ շաքար եւ խմոր չուտելու անհարմար կողմերը։ Այս 35 օրերի ընթացքում ես զբաղվել եմ այդ խնդիրներին ու հիմա էլ ուզում եմ կիսվել ձեզ հետ իմ փորձառությամբ։ Անհարմար կողմեր իսկապես կան, դրանք բավականաչափ շատ են եւ ամենաանհարմարը թերևս այս օրերի ընթացքում դրսում սնվելն է։ Եթե որոշում ես դրսում սնվել, դա դառնում է քեզ համար իսկական գլխացավանք։ Սրճարանների, ռեստորանների մենյուն այնքան ես նայում, որ համարյա անգիր ես անում, բայց միևնույն է շատ դժվար ես որոշում կայացնում։ Էնպես որ, եթե որոշում եք բացառել շաքարն ու խմորը, իմացեք, որ այս դժվարությանը հաստատ բախվելու եք։ Երկրորդ խնդիրը մարդկանց խղճահարությունն է։ Էնպես են քեզ նայում, էնպես են խղճում, այնպիսի բաներ են ասում, որ թվում է թե շատ լուրջ կորուստ ես ունեցել ու հիմա էլ մխիթարության կարիք ունես։ Իհարկե այդ առումով ես այսպես ասած իմունիտետ ունեմ, որովհետև տարիներ շարունակ պահք եմ պահել ու պահքի ընթացքում էլ սովոր եմ լսել այդպիսի խղճահարական խոսքեր, բա ոնց ես ապրում, բա ինչ ես ուտում, բա մեղքը չես։ Դրա համար էլ հիմա շատ ավելի թեթև եմ տանում, բարի ժպտում եմ պարզապես ու շարունակում եմ նայել իմ ճանապարհին։ Իսկ եթե դուք այդ փորձառությունը չունեք, ասեմ, որ դա էլ ձեզ համար իսկապես դառնալու է լուրջ գլխացավանք։ Երրորդ խնդիրը հատկապես գլուխ է բարձրացնում առաջին օրերին եւ սկսում է քեզ տանջել։ Դա քաղցրի պահանջն է, որը հիվանդագին կերպով է դրսևորվում ու փորձում է ամեն ինչ անել, որպեսզի դու քո որոշումից հետ կանգնես։ Բայց եթե առաջին 15-20 օրերի ընթացքում կարողանում ես նրանից ուժեղ գտնվել, ասեմ, որ այդ խնդիրը տեղի է տալիս։ Չորրորդ դժվարությունը ընտանեկան ջերմ, քաղցր, գունեղ, համեղ հավաքույթներն են, որտեղ մանավանդ առաջին օրերին դու քեզ մի տեսակ մենակ ու լքված ես զգում, բայց դա միայն առաջին օրերին, որովհետև ուշադիր հայացքով այդ սեղաններին, այդ ճոխ սեղաններին նայելու դեպքում դու կարող ես քեզ համար համեղ ու քաղցր ուտելիքներ գտնել, որտեղ շաքար եւ խմոր չկա։ Օրինակ մրգեր, օրինակ սմուզիներ, օրինակ ֆրեշներ, որոնք իսկապես համ օգտակար են, համ գունեղ են, համ քաղցր, համ էլ քեզ օգնում են, որպեսզի դու քո որոշման մեջ ամուր լինես։ Եվ վերջապես 5-րդ դժվարությունը, որը ցայտուն կերպով արտահայտվում է հատկապես տարվա շոկ եղանակին։ Եթե դուք պաղպաղակի սիրահար եք, ապա ձեզ գոնե առաջին օրերին շատ դժվար է լինելու առանց շաքարի եւ առանց պաղպաղակի, բայց ասեմ, որ օրերի ընթացքում ելքեր գտնվում են։ Կարող եք օրինակ բլենդած մրգերը լցնել պաղպաղակի ֆորմաների մեջ եւ վայելել այդ առողջ պաղպաղակը ձեր ընտանիքի մյուս անդամների հետ։ Իդեպ նաեւ առողջ սովորություն կձևավորեք ձեր բալիկների մոտ։ Կուզեմ, որպեսզի մեկնաբանության հատվածում գրեք, թե նշած դժվարություններից որն է ձեզ համար իսկապես դժվարություն, որի պատճառով չեք ուզենա անցնել այս փորձառության միջով։ Առողջ ապրելը ինքնախնամք է, խաղաղ ապրելը բարեկեցություն, միտքդ բաց պահիր, ապրիր սիրո մեջ, հոգ տար քո մասին, դու կարևոր ես